Այսօր ինչպես գիտեք եւ ինչպես ասացի, քաղաքացու օրն է եւ շատ կարեւոր է որ մենք այսօր խոսենք նրա մասին, թե ինչ ենք հասկանում քաղաքացի ասելով եւ ինչ է քաղաքացի։ Ընդհանրապես աշխարհում տարբեր երկրներում քաղաքացիության տարբեր ընկալումներ եւ մոտեցումներ եւ հայեցակարգեր կան եւ Հայաստանի Հանրապետությունում էլ կարծում եմ քաղաքացու հայեցակարգը ունի եւ պետք է ունենա որոշակի առանձնահատկություններ, բայց իհարկե ընդհանուր առմամբ քաղաքացիությունը մի հասկացություն է, որը բոլոր տեղերում առնվազն մի որոշակի ընդհանրություն ունի։ Ես երբ որ մտածում եմ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիության հայեցակարգի մասին եւ ընդհանրապես ժողովրդավարական պետություններում քաղաքացիության հայեցակարգի մասին, ես մոտավորապես այսպիսի մի պատկեր եմ ստանում, որը տարբեր առիթներով այս պատկերը իմիջայլոց ես այս բանախոսություններում օգտագործել եմ, բայց իմ ընկալմամբ քաղաքացին պետության մեր կոնցեպտով, մեր հայեցակարգով եւ ժողովրդավարական պետության հայեցակարգով քաղաքացին պետության աստվածն է։ Քաղաքացին պետության աստվածն է կամ ավելի ճիշտ քաղաքացիների ամբողջություն ժողովուրդն է պետության աստվածը։ Ինչով է պայմանավորված այս ձևակերպով։ Սա շատ կարևոր է հասկանալ, որովհետև ընդհանրապես աշխարհում պետությունների եւ իրավաբանական լեզվում առանձնահատկություններ կան եւ մենք էլ մեր քաղաքական ավանդույթի բերումով որոշակի բառերը իմաստներով տարբերվել են, նոր իմաստ են ստացել։ Օրինակ ամբողջ աշխարհում nation բառը ընկալվում է այնպես, ինչպես մենք ընկալում ենք ժողովուրդ բառը։ Մենք nation-ը թարգմանում ենք ազգ եւ people-ն է բառացի ժողովուրդը, բայց օրինակ արևմտյան քաղաքակրթության եւ լեզվամտածողության մեջ սահմանադիրը այդքան էլ եւ միշտ չի, որ people-ն է, բայց Հայաստանի Հանրապետությունում մեր սահմանադրական ավանդույթով ասված է, որ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին։ Այսինքն չի ասված իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ազգին, գրված է ժողովրդին։ Իսկ հետագա ընկալումներում մենք պարզում ենք, որ ժողովուրդը իր իշխանությունը իրացնում է ընտրությունների հանրաքվեների միջոցով եւ այլն եւ այսպես շարունակ։ Այսինքն մենք հասկանում ենք, որ ժողովուրդը քաղաքացիների ամբողջությունն է։ Եվ հետեւաբար ես կարծում եմ սկզբունքորեն մի ժամանակ հարց էր ծագում, թե ինչքանով է as nation, people, ազգ, ժողովուրդ հասկացությունները, ինչքանով մենք պետքա փորձենք դարձնել համապատասխան միջազգային ընկալումներին, բայց իմ կարծիքով այն ավանդույթը, որը մեզանում հաստատված է, եւ այն ավանդույթը, որը մեզանում աշխատում է, մենք դրանից հրաժարվելու ոչ մի անհրաժեշտություն չունենք, եւ հետեւաբար սա է պատճառը, երբ որ ես կարծում եմ, որ քաղաքացին եւ քաղաքացիների ամբողջություն ժողովուրդը պետության աստվածն է։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ժողովուրդն է ստեղծում եւ ստեղծել պետությունը։ Եվ հետեւաբար քաղաքացին այն մարդն է, ով ունի պետություն ունենալու կամք, ով ունի պետություն ունենալու կամ ստեղծելու, եւ քանի որ մեր պետությունը ստեղծված է, չնայած պետությունը անընդհատ եւ միշտ կարելի է ստեղծել։ Պետությունը մի հասկացություն է, որի ստեղծումը տեղի է ունենում պարբերաբար, որովհետեւ պետության զարգացման ամեն նոր շրջափուլի մեկնարկը ըստ էության պետության ստեղծում է։ Եվ հետեւաբար քաղաքացին այն մարդն է, ով պետություն ստեղծելու կամք ունի, պետությունում ապրելու կանոններ սահմանելու կամք ունի, եւ այստեղ է որ գալիս է երրորդ կարևոր հատկանիշը։ Ինքը իր սահմանած կանոններով ապրելու եւ այդ կանոններին ենթարկվելու կամք ունի։ Եվ եթե այս իրավականից գանք էմոցիոնալ, քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը ինքը իր նման։
քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը, ինչպես ինքը իրեն է սիրում։ Եվ հետևաբար քաղաքացին այն մարդն է, ով ի վիճակի է խնամք տանել իր ստեղծած պետության նկատմամբ, այնպես ինչպես խնամք կտաներ իր զավակի նկատմամբ։ Եվ հետևաբար քաղաքացի հասկացությունը ես հենց այս տրամաբանությամբ եմ հասկանում, բայց այստեղ է որ հարաբերությունները իրենք շրջանաձև են, որովհետև ինչպես քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, այնպես էլ պետությունը պետք է սիրի իր քաղաքացուն։ Եվ ստեղ է պրոբլեմը, այն կետում, որտեղ տեղի է ունենում խզումը, կամ քաղաքացին չի սիրում իր պետությանը, կամ պետությունը չի սիրում իր քաղաքացուն։ Ահա այդ կետում սկսվում է պետության քայքայումը։ Եվ հետևաբար պետություն եւ քաղաքացի հարաբերությունները իմ ընկալմամբ եւ իմ պատկերացմամբ առաջին հերթին էմոցիոնալ հարաբերություններ են, որոնք իրենց հերթին կարող են ձևակերպվել ռացիոնալ կերպով, կարող է այդ էմոցիան ռացիոնալ կերպով ձևակերպվել սահմանադրության մեջ, այդ էմոցիան ռացիոնալ կերպով ձևակերպվել օրենսդրության մեջ եւ այդ էմոցիան, որը ռացիոնալ կերպով ձևակերպված է սահմանադրության եւ օրենսդրության մեջ, կարող է համապատասխանել իրական կյանքին։ Սա էլ ամենահաջորդ մեծագույն խնդիրն է պետություն եւ քաղաքացի հարաբերություններում, որովհետեւ երբեմն խզում է առաջանում նաեւ այնտեղում, երբ որ ձևակերպված իրավակարգը իրականության հետ կապ չի ունենում։ Բայց ես ուզում եմ նաեւ մենք անդրադառնանք մի հարցի, թե ինչ է նշանակում այնուամենայնիվ պետության եւ քաղաքացու հարաբերություններում, երբ որ ասում ենք, որ պետությունը, քաղաքացին եւ պետությունը պետք է սիրեն իրար։ Ինձ համար այդ հասկացությունը, այդ հարաբերությունը արտահայտված է ահա այս պատկերի մեջ, երբ որ ասվում է, որ պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Հետևաբար քաղաքացին պետք է ուժեղացնի պետությունը, պետությունը պետք է ուժեղացնի քաղաքացուն։ Շատ կարևոր է, թվում է թե ինքը շատ պարզ հասկացություն է, չէ՞։ Այսինքն բառի մակարդակով, նախադասության արտահայտության մակարդակով ոչ մի անհասկանալի բան չկա։ Բայց շատ կարևոր է ընդհանրապես, որ մենք բառերը թեկուզ պարզ եւ հասկանալի նախադասությունները ընկալելու համար ջանք գործադրենք, եւ ես ելի ուզում եմ վերադառնալ Մեսրոպ Մաշտոցին եւ հայերեն առաջին նախադասությանը եւ հայերեն առաջին տեքստին, ճանաչել իմաստությունը եւ խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները, հասկանալ ճշմարիտ արդարությունը եւ ուղղել իրավունքը, պարզամիտներին խորագիտություն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպեսզի դրանք լսելով իմաստունն ավելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդություն ստանա ընկալի թափանցի ասույթների, առակների եւ խորին ասույթների մեջ, իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանությունների մեջ։ Այս միջայլոց մի նախադասություն է, որը մեր գենետիկ մի տեքստ է, որը մեր գենետիկ կոդի մեջ է, ուղղակի այդ գենետիկ կոդը մենք պետք է պարբերաբար կարդանք։ Իմիջայլոց հենց գիտնականները գենետիկ կոդը իրանք արտահայտում են, ընկալում են, ներկայացնում են որպես տեքստ։ Այսինքն դա տեքստ է։ Հիմա շատ պարզ բան է գրած, պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Հիմա քաղաքացին պետությունը պետք է ուժեղացնի քաղաքացուն, մարդը քաղաքացին պետք է ուժեղացնի պետությանը։ Ինչով է սա արտահայտվում։ Ինչով կարող է պետությունը ուժեղացնել մարդուն։ Ինչով կարող է պետությունը ուժեղացնի ձեզնից յուրաքանչյուրին, ես նկատի ունեմ հատկապես ուսանողներին եւ եթե դպրոցականներ կան, դպրոցականներին։ Ինչ պիտի անի պետությունը, որ դուք լինեք ուժեղ։ Ինձ համար եւ Հայաստանի Հանրապետության կառավարության համար այդ հարցը ունի մեկ եւ շատ կոնկրետ պատասխան։ Պետությունը պետք է ապահովի, որ դուք ունենաք մրցունակ կրթություն, այնպիսի կրթություն, որը ձեզ հնարավորություն կտա
ունենալ այնպիսի աշխատանք, այս աշխատանք բառին է կվերադառնամ, որը ձեզ հնարավորություն կտա ապրել բարեկեցիկ կյանքով։ Ես գիտեք, շատ տարբեր իրավիճակներում եմ եղել, շատ տարբեր կյանքի։ Եվ գոնե մինչև հիմա ինձ որևէ մեկը չի համոզել, թե բացի կրթությունից մարդու ուժեղ լինելու որևէ այլ հատկություն կա։ Ես չգիտեմ, ես շատ եմ մտածել դրա մասին։ Ես օրինակ մտածում եմ, ինչ պետք է ունենա մարդը, որպեսզի ինքը լինի ուժեղ։ Բացի կրթությունից որևէ այլ բան իմ մտքով չի անցնում։ Ես անկեղծորեն փնտրում եմ։ Եթե որևէ մեկը ուրիշ այլ, մենք պետքա բան լինենք, բաց միտք ունենանք, ով ուրիշ տարբերակ ունի առաջարկելու, ես դեմ չեմ, թող առաջարկի քննարկենք, բայց ես բացի կրթությունից ուրիշ որևէ տարբերակ չեմ տեսնում, որովհետև ուժեղ է միայն կրթված մարդը, բացառում եմ, որ կարելի է ծափահարել։ Եվ շատ լավ, ես հասկացանք, որ առնվազն ըմբռնում կա, բա հիմա մարդը, քաղաքացին, ինչպես պետքա ուժեղացնի պետությանը։ Այս հարցի պատասխանը ունենալու համար մենք պետք է վերադառնանք առաջին նախադասությանը, որովհետև այսօր մենք քաղաքացուն, մարդուն ուժեղացնելու համար ինչ ենք անում։ Մանկապարտեզ ենք կառուցում, դպրոց ենք կառուցում, չափորոշիչներ ենք ստեղծում, դպրոցները, մանկապարտեզները ապահովում ենք գույքով, ամեն ինչ անում ենք, որ ուսուցչի, դասախոսի աշխատանքին էլ կանդրադառնա, ուսուցչի, դաստիարակի աշխատանքը լինի գրավիչ, այնպես անում ենք, որ ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը կամավոր ատեստավորման միջոցով լինի շարունակական, եւ մենք այսօր հաջորդիվ կմտնենք մի ցիկլի մեջ, որ 5 տարին մեկ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչը նորից կամավոր ատեստավորում կանցնի եւ նրա դրույքաչափը, օրինակ նախորդ շրջանում մեր ուսուցիչների աշխատավարձը 120,000 դրամ էր, ճիշտ է։ 120,000 դրամ էր, մենք ասցինք կամավոր ատեստավորում անցած ուսուցչի դրույքաչափը կլինի 200,000 դրամ պլյուս ատեստավորման հաղթահարման տոկոսը, որը հաշվարկվում է 200,000 դրամից, ճիշտ է։ Հիմի հաջորդիվ 5 տարի նախորդ, այսօր արդեն ուսուցիչներ կան, որ 3 տարի կամավոր ատեստավորված են, ճիշտ է։ Հենց նրանց 5 տարին կլրանա, ովքեր ուզենան կամավոր ատեստավորվել, նրանց դրույքաչափը կլինի 300,000 դրամ, իսկ հավելումը էլի 30-40 կան 50,000 դրամ, արդեն հաշվարկված 300,000 դրամից։ Այսինքն, բայց ես հաջորդիվ մենք նաև բուհական համակարգում ենք բարեփոխումներ անում եւ ակադեմիական քաղաքն ենք ստեղծում, որտեղ իմիջայլոց բավարար առաջադիմություն ունեցող բոլոր ուսանողների համար կրթությունը կլինի անվճար։ Եվ նաև ես ուզում եմ, քանի որ հատկապես Շիրակի մարզում այդ հարցը շատ բարձրացվում էր, չնայած մյուս մարզերում էլ, որ մարզերի համար են մարզերում, որտեղ կան բուհեր, մարզերի համար բուհերի գոյությունը կարևոր է։ Մենք նաև մեր միջազգային գործընկերների հետ խորհրդակցելով եկել ենք այն եզրակացության եւ նաև աշխարհի փորձն ենք ուսումնասիրել եւ պարզել ենք, որ նույնիսկ այս մոդելներում, որտեղ կա ակադեմիական քաղաքի նման համակարգ, մարզերում նույնպես բուհերի անհրաժեշտությունը առաջանում է հատկապես մանկավարժական մասնագիտությունների գծով եւ մենք հիմա շատ մոտ ենք այն որոշմանը, որ մենք ակադեմիական քաղաքին զուգահեռ կունենանք նաեւ մանկավարժական, հատկապես մանկավարժական ուղղության բուհեր մարզերում, պարտադիր չի, որ բոլոր մարզերում, բայց առնվազն որոշակի տրամաբանությամբ մենք դա կունենանք, բայց մի հատ էլ այսպիսի նորություն կա, որը կապված է մեր կրթության ռազմավարության հետ։ Իսկ նորությունը հետևյալն է.
մենք գիտեք, որ հիմա մանկապարտեզներ, 500 մանկապարտեզ կառուցելու հաջորդ փուլում մենք շատ կարևոր ենք համարում, որ մսուրային ծառայությունները լինեն նույնքան հասանելի։ Եվ հետևաբար Հայաստանում մսուր մանկապարտեզները պետք է լինեն այնքան տարածված, նույնքան տարածված, ինչքան որ մանկապարտեզները, որպեսզի մեր երիտասարդ մայրիկները աշխատանքի վերադառնալու կամ աշխատելու հնարավորություն ունենան։ Մեր մտքերի ընթացքը աշխատում է հետևյալ ուղղությամբ։ Այսօր միշտ չէ, որ մանկապարտեզի դաստիարակների համար անհրաժեշտ է բարձրագույն կրթություն։ Մենք մտածում ենք, որ 5 կամ 7, 8 մի ապագայում X ժամանակում մանկապարտեզի դաստիարակ աշխատելու համար բարձրագույն մասնագիտական կրթությունը կլինի պարտադիր, իսկ այսօրվա մեր մանկապարտեզի դաստիարակների համար անհրաժեշտ չափանիշներով արդեն աշխատանքի հնարավորություններ կբացվեն մսուրային մակարդակում, որովհետև մենք հատկապես կրթությունը ռազմավարություն հայտարարելուց հետո մենք համարում ենք, որ նախադպրոցական կրթությանը ավելի շատ պետք է վերաբերվենք որպես կրթություն։ Իհարկե, այդտեղ կա մի առանձնահատկություն, որ մենք եւ նախադպրոցական հաստատություններում եւ ընդհանրապես կրտսեր դպրոցում առավել եւս կրթությանը մանկապարտեզի նախադպրոցական կրթությանը պետք է ավելի շատ վերաբերվենք որպես կրթություն, բայց ընդհանրապես հատկապես մանկապարտեզի կրթությանը եւ կրտսեր դպրոցում կրթությանը ավելի շատ պետք է վերաբերվենք որպես խաղ եւ խաղային կրթությունը, ինչպես փորձը ցույց է տալիս, ինքը ավելի գրավիչ է եւ ավելի ուսանելի եւ ավելի ներառական է, այսինքն շատ ավելի հեշտ է երեխաներին կրթության եւ գիտելիքի մեջ ներառել, եթե նրա մեջ կա խաղի էլեմենտ եւ մենք մեր ռազմավարություններով գնում ենք հենց այս տրամաբանությամբ։ Բայց ես իրականում չշեղվեցի իմ հարցից։ Հետևաբար, այս ամեն ինչի արդյունքում մենք պետք է ունենանք ուժեղ քաղաքացիներ, ուժեղ մարդիկ, ովքեր ստացել են այնպիսի կրթություն, ովքեր այդ կրթությամբ կարող են իրենց համար ապահովել բարեկեցություն, բայց մենք ակնկալում ենք, որ այդ քաղաքացիները, ովքեր կրթության բերումով ունեն հնարավորություն ավելի բարեկեցության ավելի բարձր մակարդակով ապրելու, ավելի մեծ հաճույքով կաշխատեն Հայաստանի Հանրապետությունում, ավելի մեծ հաճույքով կվաստակեն Հայաստանի Հանրապետությունում, ավելի շատ կվաստակեն Հայաստանի Հանրապետությունում եւ որպես այս ամենի արդյունք ավելի շատ հարկեր կվճարեն Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի հաջորդիվ Հայաստանի Հանրապետությունը կարողանա ավելի շատ ներդրումներ անել կրթության ոլորտում, ավելի շատ ուժեղացնել քաղաքացիներին, որի արդյունքում քաղաքացիները ավելի շատ լավ ապրելու հնարավորություն կունենան, ինչը նշանակում է, որ իրենք ավելի լավ աշխատանք ունեն, ինչը նշանակում է, որ իրենք ավելի լավ են վաստակում եւ ավելի շատ են վաստակում, ինչը նշանակում է ավելի մեծ հաճույքով եւ ավելի շատ հարկեր են վճարում Հայաստանի Հանրապետությանը, ինչի արդյունքում արդեն Հայաստանի Հանրապետությունը 3 անգամ ավելի շատ կարողանում է ներդրում անել կրթության բնագավառում եւ սա է զարգացումը։ Եվ սա է այն շրջապտույտը, որով պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Էլ ես չեմ խոսում, ես հիմա կրթության վրա եմ կենտրոնացած, որովհետև կրթությունը ռազմավարությունների ռազմավարություն է։ Բայց այդ նույն ցիկլով մենք կարող ենք ասել, որ այդ ամենի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը օրինակ երեխաներին եւ թոշակառուներին ավելի շատ առողջապահական ծառայություններ է կարողանում մատուցել առողջության ապահովագրության շրջանակներում, ավելի որակյալ ծառայություններ, ավելի ընդլայնված, որովհետև դուք գիտեք, այսօր առողջության ապահովագրությունը փակում է ընդհանուր առմամբ առողջապահական ծառայությունների 30%-ը, ճիշտ է ամենապահանջված 30%-ը, բայց այնուամենայնիվ 30%-ը։ Սրա արդյունքում մենք կարողանանք
ավելի շատ ճանապարհներ կառուցել։ Հիմա դուք տեսեք հյուսիս-հարավը, արդեն Շիրակի մարզը, դուք կտեսնեք ձեր աչքի առած, թե հյուսիս-հարավի վրա կատարված այլ միլիարդավոր ներդրումները ինչպես կփոխեն Շիրակի մարզի կյանքը, տնտեսական կյանքը։ Հեսա Շիրակ օդանավակայանի ակտիվացումը կտեսնեք եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ սա է ամենակարևոր բանաձևը մեզ համար քաղաքացի եւ պետություն հարաբերությունների եւ այս առումով իհարկե մենք ուրախ ենք, որ ավելի ու ավելի մեծ ըմբռնում ենք գտնում Հայաստանի քաղաքացիների շրջանում, հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն այսպիսի աճեր չէր արձանագրի։ Ես ուզում եմ ելի ձեր ուշադրությունը հրավիրեմ, որ 2017 թվականի համեմատությամբ 2025 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային մասը հարկային եկամուտները ավել է 135%-ով։ Այսինքն պետական բյուջեն Հայաստանի Հանրապետության ավելի քան կրկնապատկվել է։ Այդ նշանակում է, որ բազմաթիվ ծախսեր դուք ձեր աչքի առաջ տեսնում եք, առողջության ապահովագրություն, դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, լուսավորություն եւ այլն եւ այդպես շարունակ։ Իհարկե նաեւ պակաս կարևոր չեմ համարում ասել, որ 2017-ի համեմատ ավելի քան կրկնապատկվել է գիտության ֆինանսավորումը։ Եվ այսօր գիտության ոլորտում աշխատավարձերի բարձրացումներ մենք ունենք ընդհանուր մինչև 300%, 100-ից 300%։ Եվ մենք պլանավորում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում գիտության ֆինանսավորումը հաջորդ 5 տարվա ընթացքում հասնի համախառն ներքին արդյունքի 1%-ին, այն տրամաբանությամբ, որ այդ 1%-ի հիմնական մասը կապահովի կառավարությունը, բայց մենք ուզում ենք եւ տեսնում ենք դրա ճանապարհը, որ դեպի գիտություն ֆինանսավորում ապահովենք նաեւ մասնավոր հատվածից։ Եվ աշխատանքի մասին էլ էի ուզում մի բան ասեի։ Մենք էլի հասկանալ խոսքի բարդ դարձվածքները ասույթի տրամաբանության մեջ, ես ինձ համար շատ զարմանալի կերպով արձանագրեցի, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատանք հասկացությունը ունի որոշակի տարընթերցումներ։ Այս վերջերս մի այնպիսի առիթ կար, որ ես եւ մի շարք գործընկերներ մարդկանց հետ շփվելիս հարցնում ենք, թե արդյոք նրանք աշխատանք ունեն։ Եվ շատ մարդիկ այս հարցին պատասխանում էին, ոչ, աշխատանք չունենք, որից հետո ուզում ենք հետաքրքրվում եմ, ես ասում եմ, բա ինչով եք զբաղվում։ Դե մարդը ասում էր, փոքր բիզնես ունեմ կամ չգիտեմ ինչ, եւ ես զարմանքով արձանագրեցի, որ օրինակ, երբ որ մարդը զբաղվում է, ասենք օրինակ ջերմոց ունի, իրեն հարցնում ես աշխատանք ունեք, ասում է չէ, ես աշխատանք չունեմ։ Ինքը օրինակ փոքր հյուրատուն ունի, իրեն հարցնում ես դուք աշխատանք ունես թե չէ, ինքը ասում է չէ, ես աշխատանք չունեմ։ Ինքը փոքր կրպակ ունի, կամ նույնիսկ մեծ, իրեն ասում ես դու աշխատանք ունես, ասում է չէ, ես չեմ աշխատում։ Սա էլի հասկացությունները ճշգրտելու ֆունդամենտալ խնդրեմ է, որտեվ եթե մարդը ունի ջերմոց եւ այդտեղ որևէ բան աճացնում եւ վաճառում, ինքը ունի աշխատանք։ Ինքը չի կարող ասել, որ ես չունեմ աշխատանք, որովհետեւ ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում մինչեւ այսօր էլ մարդիկ աշխատանք ասելով, հետո որ ասում ենք, բա ինչ եք ասում, աշխատանք չունեք։ Ասում է, դե աշխատանք ասելով նկատի ունենք պետական աշխատանք։ Եվ դա իմ կարծիքով նույնպես ինչ որ առումով խնդիր է եւ մենք այդ խնդրով պետք է զբաղվենք։ Եվ այնուամենայնիվ քաղաքացին ինչ հատկանիշներ կա, որոնք կարևոր են քաղաքացու համար կամ քաղաքացի լինելու համար, ես կարծում եմ, որ կարևորագույն հատկանիշներից մեկը քաղաքացու պետությունն է, որովհետև առանց պետության հնարավոր չէ լինել քաղաքացի եւ առանց քաղաքացու մեր իրավաքաղաքական ընկալման մեջ հնարավոր չէ ունենալ պետություն։ Ինչ եմ ասում մեր իրավաքաղաքական ընկալումների մեջ, որովհետև կան պետության ուրիշ մոդելներ, օրինակ միապետությունը նույնպես պետության մոդել է
եւ այնտեղ քաղաքացու հասկացությունը այնուամենայնիվ այս դիտանկյունից չի ընկալվում, բայց մեր ընկալմամբ շատ կարևոր է արձանագրել, որ առանց քաղաքացու հնարավոր չէ պետություն եւ առանց պետության հնարավոր չէ քաղաքացի։ Եվ վերջին 5 տարիներին շատ էլի Մեսրոպ Մաշտոցի թարգմանության տրամաբանության մեջ էլի մի կարևոր բան է տեղի ունեցել մեզանում։ Մենք փորձել ենք ավելի ու ավելի կոնկրետանալ եւ պատասխանել մի հարցի կամ ավելի ճիշտ փորձել հասկանալ, իսկ երբ որ մենք ասում ենք, որ մենք քաղաքացի ենք եւ մենք ունենք ուժ որպես քաղաքացի, իսկ ո՞րն է այն պետությունը, որ պետության քաղաքացին ենք մենք, ու այս հարցի պատասխանը ակնհայտ է եղել։ Դա Հայաստանի Հանրապետությունն է։ Եվ մենք փորձել ենք ճշգրտել, թե այնուամենայնիվ ինչն է պետությունը, որն է պետությունը եւ ինչ հատկանիշներ ունի պետությունը։ Եվ մենք եկել ենք այն եզրակացության, որ Հայաստանի Հանրապետությունը, մեր պետությունը Հայաստանի Հանրապետությունն է իր միջազգայնորեն ճանաչված տարածքով, որովհետև շատ կարևոր է, որ մենք մեզ որպես պետություն դիրքավորենք համաձայն միջազգային լեգիտիմության, համաձայն այն տրամաբանության եւ այն տարածքի, որով աշխարհը մեզ ճանաչում է որպես պետություն, եւ դա է այն մոդելը, որը մեզ հնարավորություն կտա պահպանել, զարգացնել պետությունը։ Եվ մեր իրականության մեջ ընդհանրապես ամենատարբեր առիթներով եւ բերումներով երբեմն հնչել են եւ հնչում են հարցեր, թե արդյոք մեր պետությունը, մեր միջազգայնորեն ճանաչված պետությունը բավարար է մեր ժողովրդի զարգացումը ապահովելու համար, կյանքը լինելը, զարգացումը ապահովելու համար, թե այնուամենայնիվ մեր երկրի տարածքը փոքր է։ Ես առիթ ունեցել եմ ասելու 2 օր առաջ էլ 3 իմ ուղերձում էլ անդրադարձա, բայց ես ավելորդ չեմ համարում կրկնել, որ այս հարցի վերաբերյալ իմ ընկալումները փոխվեցին Սինգապուրի վարչապետի հետ ունեցած ինձ համար մի շրջադարձային նշանակության հանդիպման ժամանակ, երբ մենք խոսում էինք, շփվում էինք եւ ոչ պաշտոնական հանդիպումների ավարտից հետո, երբ որ մենք խոսում էինք տարբեր բաների մասին, ես մեր օրակարգից ու խնդիրներից էի պատմում, ինքը իր օրակարգից եւ իր խնդիրներից էր պատմում, եւ ի վերջո իմ ասածներին ինքը մի արձագանք տվեց, որը ինձ ցնցեց։ Ինքը ասեց. «Հա դե դուք մեծ պետություն եք եւ հետեւաբար ձեր խնդիրներն էլ համապատասխանաբար մեծ են»։ Ես բառից բուն իմաստով ցնցվեցի, որովհետեւ կյանքում առաջին անգամ լսեցի, որ ես մեծ պետության քաղաքացի եմ, որ ես մեծ պետության վարչապետ եմ։ Եվ դա ինձ համար ասում է Սինգապուրի վարչապետը, Սինգապուր մի պետություն, որի անունը զրնգում է ամբողջ աշխարհում, որի անունը իսկապես եկեք չչափազանցնենք, շատ մեծ է հնչում, շատ ծանրակշիռ է հնչում, շատ պատկառելի է հնչում, որովհետև մարդիկ կարող են նույնիսկ քարտեզի վրա չգտնեն Սինգապուրը, բայց որ հարցնես, էքսպերիմենտ կարելի ասել, օրինակ ձեր կարծիքով Սինգապուրը ինչ երկիր է, կասեն, որ Սինգապուրը դե ուժեղ, հզոր, բարեկեցիկ, կայացած պետություն է։ Եվ երբ որ Սինգապուրի վարչապետ ինձ ասաց, դե դուք մեծ պետություն եք եւ հետեւաբար ձեր խնդիրներն էլ մեծ են, առաջին բանը, որ ես արեցի մեր այդ հանդիպման ավարտից հետո, մտա Վիկիպեդիա եւ տեսնելու, թե Սինգապուրը ինչ տարածք ունի։ Եվ ինձ համար զարմանալի էր արձանագրել, չնայած թվում է թե պիտի իմանայի, որ Սինգապուրը իր տարածքով Սևանի կեսից մի քիչ ավել։ Այ Սինգապուրը այսքան է, իր ամբողջ տարածքի կղզի է։ Եվ Սինգապուրում համախառն ներքին արդյունքը 10 անգամ ավելի մեծ է, քան Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն համախառն ներքին արդյունքը ինչ է։
համախառն ներքին արդյունքը մեր բոլորի աշխատանքն է բաժանած բնակչության, մեկ շնչին ընկնողի մասին, բաժանած բնակչության թվի։ Այսինքն մենք բոլորս աշխատում ենք, լցնում ենք մի տեղ եւ բաժանում ենք մեր երկրի բոլոր բնակիչներին այդ մեր աշխատածը։ Սինգապուրը Հայաստանի Հանրապետության համեմատությամբ 10 անգամ ավել է եւ դա այն պայմաններում, երբ նրա բնակչությունը 5.5 միլիոն է, այսինքն համարյա կրկնապատիկ Հայաստանից շատ մարդ է ապրում Սևանա լճի կեսի չափ տարածքում։ Եվ սա թերևս այն օրինակն է, որ մեզ պիտի պատասխան տա հարցին, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունը փոքր է եւ արդյոք Հայաստանի Հանրապետության տարածքը բավարար է, թե ոչ մեր կեցության եւ մեր զարգացման համար։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց այս ըմբռնման եւ այս պատկերի վրա է հիմնված։ Եվ շատերը իրական Հայաստանի գաղափարախոսության արձագանքելով մեզ մեղադրում են եւ գաղափարախոսության թերություն են համարում այն, որ ասում են, տեսեք, երբ որ դուք ասում եք, որ ահա այս հատվածում սահման կա, դուք մեզ սահմանափակում եք, որպեսզի մենք, այսինքն իրական Հայաստանի գաղափարախոսությունը սահմանափակում է, որպեսզի մենք շարժվենք այս կողմ եւ ընդլայնենք մեր տարածքները։ Ես ասում եմ, որ այո, իրոք դա այդպես է, ոչ մի կասկած, մի հավելմամբ, որ միջազգայինորեն ճանաչված սահմանի վրա հենվելը ոչ միայն մեզ է սահմանափակում շարժվել օրինակ դեպի արևմուտք, այլև ուրիշներին է սահմանափակում շարժվել դեպի մեր որովհետև մեր պատմության մեջ անընդհատ այս ցիկլը կրկնվել է։ Մենք անընդհատ ասել ենք իմիջիալոց վերջերս էլ, մենք անընդհատ ասել ենք, դե գիտեք, ստեղ էլ սահման չկա, այնտեղ էլ սահման չկա։ Հետևաբար մենք որ ուղղությամբ ուզենք կարող ենք շարժվել, մեզ էլ ասել են 1, 2, 3, ասել են շատ լավ, եթե սահման չկա եւ դուք կարող եք շարժվել ինչ ուղղությամբ ուզում եք, հետևաբար մենք էլ կարող ենք շարժվել ինչ ուղղությամբ ուզում ենք։ Եվ դա սովորաբար այն է, ինչ պատահել է երկար ժամանակ մեր պատմության ընթացքում։ Եւ էսա այն պատմաքաղաքական հեղափոխությունը, որի մասին ես ասում եմ, որ այս ցիկլը պատմության, այս ցիկլը պետք է կանգնեցնել եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է դադարեցնի հայրենիքի, երազանքի հայրենիքի իր փնտրտուքը, որովհետև մենք գտել ենք մեր երազանքների հայրենիքը եւ մեր երազանքների հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է իր միջազգայինորեն ճանաչված տարածքներով։ Եվ ահա այս առիթով եւ այս շեշտադրմամբ ես ուզում եմ բոլորիդ, մեզ բոլորիս շնորհավորել քաղաքացու օրվա առիթով։ Եվ մտածողներից մեկը մի բան է ասել, որը կարծում եմ մենք էլի գուցե արժի, որ մենք այս արտահայտության, այս դարձվածքի նուրբ դարձվածքները պետքա ընկալենք։ Մտածող գիտեք ինչ է ասել։ Ասել է մարդու մեծագույն դժբախտությունը այն է, երբ ինքը չի հասկանում, թե ինչքան երջանիկ է ինքը։ Սա իսկապես շատ կարևոր արտահայտություն է։ Շատ հաճախ մարդը, հանրությունը, պետությունը պրոբլեմների առաջ են կանգնում այն ժամանակ, երբ որ չեն հասկանում, թե ինչքան երջանիկ են իրենք։ Եվ հետևաբար, որպեսզի մենք չառերեսվենք նոր դժբախտությունների, մեզ հարկավոր է հասկանալ մի բան, թե ինչքան երջանիկ ենք մենք ունենալով այս պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, եւ Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքացիներին ասում է վստահ եւ աներկբա. Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետությունը դու ես Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ եւ պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին։ Մեր ձևաչափը 3 հարց է
ենթադրում եւ 3 հարցի կպատասխանեմ։ Էդ էլ ասեմ, թե ինչու 3 եւ ոչ թե 13 հարցի, որովհետեւ ես շատ կարեւոր եմ համարում, որ այս խոսակցությունը ինքը մեր մտքում որոշ ժամանակ մնա, որպեսզի մեր մտքում մի քիչ պտտվի։ Երբ որ հարցերի շրջանակը լայնանում է, թեմաները փոխվում են, շեղվում են եւ այդ հարց ու պատասխանի փուլում սովորաբար մոռանում ենք այն հիմնական թեման, որի մասին փորձում ենք խոսել։ Եվ խնդրեմ 3 հարցերի համար 2 րոպե, երբ որ հարցերի համար 3 րոպե, երբ որ բարձրացնեմ, սա նշանակում է, որ հարցի ժամանակը, հարցը շարադրելու ժամանակը սպառվել է։ Խնդրեմ 3 միկրոֆոն, 3 հարց ունեցողներ կարող են մոտենալ 3 բարձրախոս։ Համեցեք, դուք եք ձեռք բարձրացնում։ Համեցեք, մոտեցեք։ Կարող եք հենց հիմիկվանից 3 բարձրախոսները զբաղեցնել եւ մենք կիմանանք 3 հարց տվողներին։ Այն կողմում ազատ բարձրախոս ունենք, ով մոտեցա։ Եվ ահա հերթական անգամ ապացուցվեց այն, ինչ վերջին շրջանում ասում եմ, 3 բարձրախոսների դիմաց էլ աղջիկներ են կանգնած։ Խնդրեմ, ձեզնից սկսենք։ Նախ ողջունում եմ ձեզ, պարոն վարչապետ, ողջունում եմ բոլորիս, շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Լինելով անի համայնքի քաղաքացի, լինելով մարդ, ով սիրում է իր համայնքը եւ ում նպատակն է մնալ համայնքում, ամեն կերպ մասնակցել մարզամշակութային կյանքի զարգացմանը, կցանկանայի բարձրացնել մի շատ կարևոր հարց համայնքի համար, դա անի համայնքի մարզադպրոցի հարցն է։ Նշեմ, որ համայնքը ունի մարզադպրոցը ունի 450 աշակերտ, ունենք աշխարհի եւ Եվրոպայի մրցանակակիրներ, սակայն նյութատեխնիկական եւ ենթակառուցվածքների խնդրի պատճառով մարզումները պատշաճ մակարդակով չեն կարողանում անցկացնել։ Հարցս կայանում է հետեւյալում, թե կան արդյոք մշակված ծրագրեր կամ կան ուղղորդված քայլեր, որոնք միտված են նմանատիպ խնդիրների լուծմանը։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ուրեմն մեր նախընտրական ծրագրում մենք ունենք մի այսպիսի կետ, որը հնչում է հետևյալ կերպ։ Հանրապետության համայնքներում առնվազն 100 արվեստի դպրոցների, մարզադպրոցների, մի րոպե, արվեստի, մարզադպրոցների կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում։ 100, որովհետև մենք հիմա փաստորեն տեսեք 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը ամփոփում ենք, մենք հիմա հաջորդ փուլում կսկսենք հաջորդ 300 դպրոց։ Իմիջիայլոց եթե դուք ունեք չհիմնանորոգված կամ չվերակառուցված կամ վթարային կամ վատ վիճակում գտնվող դպրոցի շենք, իմացեք, որ առաջին 300 դպրոցի կառուցումը ավարտելուց հետո մենք միանգամից սկսում ենք հաջորդ 300 դպրոցի կառուցումը, ավելին հիմա 50 դպրոցի կառուցում է ընթանում, որը հաջորդ 300-ի մեջ է, եւ նաեւ մարզադպրոցների մասին էլ ասացի, ես չեմ պատկերացնում այնպիսի մի տարբերակ, որ 100 մարզադպրոցների, արվեստի դպրոցների իրականացման ծրագիրը որևէ ձևով հնարավորություն ունենա շրջանցել անի խոշորացված համայնքան։ Տենց տարբերակ ընդհանրապես չեմ պատկերացնում։ Իմիջիայլոց ասեմ, շատ կարևոր է արձանագրել։ Երբ որ մենք ասում ենք, որ մենք կառուցենք, հիմնանորոգենք դպրոց, դա նշանակում է, որ նաև այդ դպրոցը ամբողջությամբ կհագեցվի գույքով, աթոռ, գնդակ, չգիտեմ, էլ ինչ, լաբորատոր գույք, համակարգիչ, արևային պանելներ եւ այլն եւ այդպես շարունակ, որովհետեւ մեզ համար կառուցել օրինակ մարզադպրոց, այդ նշանակում է կամ հիմնանորոգել, շենքից է կախված, եթե շենքը լավ վիճակում է, այդ նշանակում է կհիմնանորոգվի եւ կհագեցվի նոր գույքով։ Եթե շենքը լավ վիճակում է, բայց ֆիզիկական տարածքի պակաս ունի, լավ կլներ մի քիչ ավելի մեծ լիներ, կվերակառուցվի, նոր կորպուս կավելանա։ Իսկ եթե շենքը վատ վիճակում է, ընդհանրապես 0-ից բոլոր պահանջներին համապատասխան մարզադպրոց կկառուցվի, ընդ որում կա երկու տարբերակ՝ զուտ պետական եւ կա երկրորդ տարբերակ պետական մասնավոր
համագործակցությամբ, բայց այս մանրամասները չեմ կարծում, թե ձեզ շատ հետաքրքիր կլինեն։ Դրա համար ասում եմ, ուղղակի չկա տարբերակ, որ մենք ընենց անենք, որ անի խոշորացված համայնքը այս ծրագրի մեջ չընդգրվի։ Իմիջայլոց ուրիշ բան եմ ուզում ասեմ, որ մենք այս ընթացքում երեխաների հետ շփումների արդյունքում մենք եւս մի կետ ավելացրինք մեր ծրագրում, դա հետեւյալն է. բացի 300 դպրոցից, բացի 100 այս մարզադպրոց, արվեստի դպրոց եւ այլն, արվեստի դպրոցների մեջ շատ կարեւոր եմ համարում երաժշտական դպրոցները։ Մենք նույն տրամաբանությամբ Սևանում մենք երաժշտական դպրոց ստեղծեցինք, հիմնանորոգեցինք Հայաստան համահայկական հիմնադրամի հետ համատեղ, հիմնադրամը շենքը հիմնանորոգեց, կառավարությունը երաժշտական գործիքները ապահովեց եւ մենք նաեւ ես անպայմանա, որ մենք բոլոր խոշորացված համայնքներում ունենանք ժամանակակից երաժշտական դպրոցներ հագեցած գույքով, երաժշտական գործիքներով, որովհետեւ արվեստի զարգացումը պետության զարգացման համար շատ կարևոր է, բայց սրան գումարած մենք նաև ծրագրի մեջ ներառել ենք 100 կոմբինացված մարզա խաղահրապարակների կառուցումը հանրապետության համայնքներով, ինչը նշանակում է դաշտ, որը նույն կերպ հարմար կլինի մինի ֆուտբոլի համար եւ բասկետբոլի համար, եւ ես մտածում եմ, որ այն բնակավայրերը, որտեղ օրինակ ասենք դպրոցից հեռու կլինեն եւ այլն երեխաների համար, այսինքն դպրոցի այդ գույքը հասանելի չի լինի, որոշակի հեռավորության վրա մենք կարճ ասած մենք այս ծրագրի արդյունքում երեխաները իրենց հասանելի կունենան խաղահրապարակներ, այդ թվում սպորտով զբաղվելու համար։ Խնդրեմ ձեր հարցը։ Ողջունում եմ բոլորին, ողջույն պարոն վարչապետ։ Նախ շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ օրվա կապակցությամբ ու շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցանք ձեր հետ զրույց ունենալու։ Ես Շիրակի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի եմ, Արմեն Մկրտչյան։ Ես լինելով ապագա ուսանողուհի սովորելու եմ մի բուհում, որտեղ անվճար տեղեր չկան։ Ճիշտ է, դուք խոսեցիք անվճար լինելու մասին, բայց ինձ հետաքրքիր է մինչև որ թվականից կլինի անվճար ու բոլոր բուհերը անվճար կլինեն, թե ոչ։ Ես խոսում եմ ակադեմիական քաղաքի ծրագրի մասին, բայց մենք հիմա 2026 թվականի սեպտեմբերից կիրականացնենք հետևյալ ծրագիրը, որ բավարար առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող կրթությունից դուրս չի մնա այն պատճառով, որ չի կարողանում ուսման վարձ վճարել։ Այսինքն բովանդակային առումով այդ ծրագիրը կգործի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։ Ես հիմա տեսեք, բայց իրականում այս քաղաքական խոսույթը արդեն բավական երկար ժամանակ գործում է եւ դե ֆակտո տարբեր ծրագրերով, օրինակ վարչապետի հիմնադրամից, նախարարությունն է այլ միջոցներ ձեռնարկում այլ հիմնադրամներից, գործնականում մենք եթե կա այդպիսի ուսանող, որը լավ առաջադիմություն ունի, բայց վարձը չվճարելու համար դուրս է մնացել բուհից, ուրեմն ինքը բավարար չափով ակտիվ չի եղել այդ խնդիրը լուծելու համար, որովհետև ես 8 տարի վարչապետ եմ եւ չի եղել մի դեպք գոնե, որ ես ստանամ նամակ, որ ուսանող ասի, որ ես չեմ կարողանում ուսման վարձը վճարել եւ վարչապետի հիմնադրամից ուսման վարձը չվճարվի, բայց դրանից առաջ ես պարտադիր բուհից տեղեկանք եմ ուզում մոգի վերաբերյալ։ Եթե մոգը նորմալ վիճակում է, առանց քննարկման այդ փոխհատուցումը տրվել է։ Եթե մոգը այնքան լավ վիճակում չի, եղել են դեպքեր, որ պայմանով է տրվել, ասել է, որ այս կիսամյակում մենք ապահովենք, հաջորդ կիսամյակում, եթե կլինի մոգի նորմալ ցուցանիշ, կշարունակենք, եթե չի լինի, ստեղ նրբությունը գիտենք ինչ է, հարգելի ներկաներ, ստեղ չուզողության մեջ չի խնդիրը։ Ես ուզում եմ մենք դուրս գանք այն տրամաբանությունից, որ բոլորը պետքա բուհ ընդունվեն, բուհ սովորեն եւ ավարտեն։ Եթե որը մեկը չի սիրում այդ բուհական մասնագիտությունը, ավելի լավ է մենք իրեն աջակցեն, ինքը իր սիրած մասնագիտությունով քոլեջ ընդունվի, քոլեջում ստանա մի մասնագիտություն, որով ինքը սիրով է զբաղվելու։ Քան թե մենք այդ մարդուն տանջելով, սենց բերենք քրքաշ, բերենք վերջում այդ դիպլոմը տանք ու ինքը ամբողջ կյանքը վիզը կներեք արտահայտությանս ծուռ մնա,
որ ինքը ուզում էր խոհարար դառնա, բայց ամբողջ պետությունով ասենք չէ, որ չէ, դու պետք է իրավաբան դառնաս, չէ, պապան, մաման, պետությունը, կառավարությունը, նախարարը, վարչապետ ասում են, վերջ, դու իրավաբան, դու խոհարար պետք է չդառնաս։ Եվ իմիջայլով մենք երակա ուղղություններում եւ բուհերում եւ կոլեջներում արդեն քանի տարի, 2 թե մի տարի, արդեն 3 տարի արդեն կրթաթոշակի համակարգ ենք ներդրել եւ սկզբից այդ ֆակուլտետներ ընդունվողները, այսինքն բնականաբար ուսման վարձ չեն վճարում եւ բոլոր ընդունվողները ստանում են թոշակներն ու 50,000 դրամ, 70,000 դրամ, իսկ արդեն առաջի քննաշրջանից հետո սկսվում է արդեն տարբերակումը, նրանք ովքեր լավ են հանձնում, շարունակում են կրթաթոշակը ստանալ, նրանք ովքեր լավ չեն հանձնում, դե մենք ենք մեղավոր, որ իրենք լավ չեն հանձնում, թող լավ հանձներ։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ, ներկայանամ ես Մալիկի թիվ 2 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Տացենա Դանիելյանն եմ։ Շնորհակալ եմ ձեր հետ հանդիպելու այս հնարավորության համար։ Մենք գնահատում ենք, որ դուք կարևորում եք դպրոցաշինությունը, մեր կրթությունը եւ մեր ապագան։ Մի փոքր ներկայացնեմ մեր նամակի բովանդակությունը, մեր դպրոցի պատերը ջրամեկուսացման կարիք ունեն։ Ձեր ժամանակը խնայելու համար նամակում ամբողջական ներկայացված է եւ կխնդրենք ուշադրություն դարձնել այս հարցին։ Նաեւ մեր երկրորդ դպրոցը ունի նորատուկ մրգատու այգի, բայց ունի ոռոգման համակարգ։ Կուզենայինք հնարավորություն ունենալ անցկացնել նման ինչ-որ համակարգ։ Շատ շնորհակալություն։ Այսինքն դե դպրոցը ընդհանուր առմամբ նորոգման կարիք ունի, հա։ Այո։ Դե այդ նշանակում է, որ մենք ձեր դպրոցը կներառենք 300 դրոպ 2։ Հա դե ինձ թվում է, չի, այնուր մտածում է, բա որ ասենք 300 դպրոց են, առաջի 300-ը, երկրորդ 300-ից ոնց ենք տա։ Թե տենց անդադ 300 դպրոց կներառենք ձեր դպրոցը նաև այդ ծրագրում եւ միջայլոց մեր ծրագրի մեջ մտնում է նաև ոռոգման համակարգը։ Մենք իհարկե մի քիչ ուշ գլխի ընկանք, որ նախագծերում պետքա պարտադիր ունենանք ոռոգման համակարգ եւ այդ խնդիրը նաև բնականաբար կլուծվի, փոքր ջերմոցել կլինի, չէ, բոլոր տեղերում ունենք, չէ, փոքր։ Հա, նորակառույցներում ունենք հիմնանորոգ։ Կարճ ասած դուք նույնիսկ կարող եք այդ հարցը չբարձրացնել, որովհետեւ առանց դրա էլ այդ հարցը լուծվելու է։ Հարգելի ներկաներ, շնորհակալ եմ ձեր ներկայության համար, կրկին շնորհավորում եմ բոլորիս քաղաքացու օրվա առիթով եւ բոլորիդ լավ քաղաքացու օր եմ մաղթում։ Շնորհակալ եմ։